Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Ողբերգություն Լոս Անջելեսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, 32-ը վիրավոր են։ Հրդեհ Միլուոքիում բնակելի շենքում բռնկված հրդեհը խլել է 5 մարդու կյանք, շատերը պատուհանից են ցատկել փրկվելու համար։ Apple-ը կվճարի 95 միլիոն Սիրիի գաղտնալսման գործով, եթե ունեք Սիրիով սարք, կարող եք փոխհատուցման պահանջ ներկայացնել։ $21 միլիոն Գուանտանամոյի միգրանտների թռիչքների համար, Թրամփի որոշումը բախվում է սուր քննադատության։ Դեղերի գնները քննադատության թիրախում, Թրամփը ստորագրել է հրաման, որը դեղարտադրողներին պարտադրում է 30 օրվա ընթացքում իջեցնել գները։ Հարկային նոր ռեֆորմ, հանրապետականները ցանկանում են բարձրացնել հարուստների հարկերը եւ խրախուսել ներդրումներ մագահաշիվների միջոցով։ Քաթարը նոր Air Force One-ի աղբյուր, Թրամփը հայտարարել է, որ կընդունի Քաթարի նվերը փոխարինելու համար ԱՄՆ նախագահական ինքնաթիռը։ Փախստականներ Հարավային Աֆրիկայից, Թրամփի վարչակազմը ընդունել է սպիտակամորթ հարավաֆրիկացիների ցեղասպանությունից փրկելու հիմքով։ ԱՄՆ-ներ Չինաստան առևտրային պատերազմի դադար, երկու կողմերն էլ ընդունել են սակագների նվազեցում 90-օրյա պայմանավորվածությամբ։ Թռիչքների սահմանափակումներ Նյույորքում, տրանսպորտի նախարարը պատրաստվում է կրճատել չվերթները ռադարային խափանումների պատճառով։ Եվ Մակդոնալդսը պատրաստվում է աշխատանքի ընդունել 375,000 անձի, մեկնարկում է ընկերության վերջին տարիների ամենախոշոր հավաքագրումը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Եվ նախապես շնորհակալություն մեկնաբանություններում ձեր գրառումների եւ նյութերը լայքելու համար։ Եվ այսպես, 3 վաղ առավոտյան Լոս Անջելեսի նահանգային 60 ավտոճանապարհին զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է մեքենայի, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը բռնկումից մահացել է, իսկ ավտոբուսում գտնվող 32 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նախնական տվյալներով SUV մեքենան ինչ-որ պատճառով խափանվել է մայրուղու մեջտեղում, իսկ ավտոբուսը չի կարողացել արգելակել ժամանակին։ Ավտոբուսում եղել է 63 մարդ, այդ թվում վարորդը։ Միլուոքիում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 5 անձ։ Հրդեհը բռնկվել է Կիրակի առավոտյան ժամը 8-ի սահմաններում 4 հարկանի բնակելի շենքում, որն ուներ 85 բնակարան։ Շենքում ապրող մոտ 200 մարդ տարհանվել է։ Միլուոքիի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ հրդեհի պահին որոշ բնակիչներ ստիպված են եղել ցատկել պատուհաններից։ Մյուսներին հրշեջները դուրս են բերել սանդուղքներով կամ ներս մտնելով շենք։ 4 մարդ զոհվել էր Կիրակի, իսկ 5-րդը այսօր, որը ծանր վիրավորների թվում էր։ Եթե ունեք Սիրիով օժտված սարք, iPhone, MacBook, iPad կամ Apple TV, ապա կարող եք դիմել փոխհատուցման Apple-ի $95 միլիոն համաձայնագրի շրջանակում։ Սա բխում է 2021 թվականին ներկայացված դատական հայցից, որը ներկայացրել էր Կալիֆոռնիայից Ֆումիկո Լոպեսը։ Նա եւ այլ օգտատերեր պնդում են, որ Սիրին գաղտնալսել է իրենց անձնական խոսակցությունները եւ այդ տվյալները փոխանցել են երրորդ կողմի բիզնեսների, օրինակ ռեստորանների կամ հագուստի բրենդների, որոնք հետո գովազդել են իրենց ապրանքատեսականին այդ մարդկանց Apple-ի որոնողական համակարգում կամ Safari-ում։ Apple-ը հերքել է մեղադրանքը, սակայն համաձայնել է փոխհատուցում տրամադրել։ Դուք էլ կարող եք ներկայացնել փոխհատուցման պահանջ, եթե օգտագործել եք Սիրիով օժտված սարք։ Ժամանակահատվածը 2014 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կարող եք ստանալ մինչև $20 փոխհատուցում յուրաքանչյուր սարքի համար եւ պահանջ կարելի է ներկայացնել առավելագույնը 5 սարքի համար։ Այսպիսով ընդհանուր փոխհատուցման առավելագույնը $100 է։ Եթե ստացել եք էլեկտրոնային նամակ կամ բացիկ պահանջի կոդով, ապա կարող եք օգտագործել այդ տվյալները եւ ներկայացնել պահանջը այդ հղմամբ։ Եթե չեք ստացել, ապա կարող եք մուտք գործել կայք, ընտրել New Claim եւ լրացնել ձեր տվյալները։ Հասցեն կարող եք գտնել մեկնաբանություններ բաժնում։ Եթե բողոքարկում չլինի, վճարումները կսկսվեն աշնանը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Կոնգրեսին, որ ավելի քան $21 միլիոն է ծախսվել Գուանտանամոյի ռազմածովային բազա միգրանտներ տեղափոխելու նպատակով իրականացված ռազմական թռիչքների համար։ Տվյալները փոխանցվել են սենատոր Էլիզաբեթ Ուորենի գրավոր հարցմանը ի պատասխան։ Միգրանտների տեղափոխման համար իրականացվել է 46 ռազմական թռիչք։ Միջին հաշվարկով 1 թռիչքաժամը արժեցել է $26277։ Թրամփի որոշմամբ Գուանտանամոյի ռազմաբազան Կուբայում պետք է օգտագործվի որպես միգրանտների ժամանակավոր կալանավայր, հատկապես այն անձանց համար, ում նախագահը անվանել է ամենավտանգավորները։ Թռիչքները սկսվել են 2025 թվականի հունվարի 20-ից եւ շարունակվել մինչեւ ապրիլի 8-ը։ Սենատոր Էլիզաբեթ Ուորենը խստորեն քննադատել է ծախսերը։ Յուրաքանչյուր ամերիկացի պետք է զայրացած լինի, տեսնելով թե ինչպես է Դոնալդ Թրամփը վատնում զինվորական ռեսուրսները իր քաղաքական շոուների վրա, որոնք չեն ապահովում երկրի անվտանգությունը։
Նախկինում Գուանտանամոն հիմնականում օգտագործվել էր ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց պահելու համար, սակայն այժմ այն կիրառվում է նաև միգրացիոն քաղաքականության նպատակներով։ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է լայնածավալ գործադիր հրաման, որով դեղարտադրողներին տրվում է 30-օրյա վերջնաժամկետ կամ կամավոր նվազեցնելու դեղորայքի գները Միացյալ Նահանգներում կամ բախվելու դաշնային վճարումների սահմանափակումներին։ Հրամանը հանձնարարում է առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերին բանակցել միջազգային շուկայում գործող գնային մակարդակների հիման վրա։ Եթե այդ բանակցությունները չհաջողվեն, Քենեդին կպատրաստի նոր կանոնակարգ, որով Միացյալ Նահանգներում դեղերի գները կհամապատասխանեցվեն Եվրոպայի եւ այլ երկրների ցածր գներին։ Հրամանը հիմնականում վերաբերում է Medicare եւ Medicaid պետական ծրագրով դեղերի համար կատարվող վճարումներին։ Թրամփի այս մոտեցումը, որը նախկինում եւս նա փորձել էր կիրառել իր առաջին նախագահական ժամկետում, բախվել էր դատական հակազդեցության։ Սակայն այժմ նա սպառնում է բացել ամերիկյան դեղագործական շուկան արտասահմանյան ներմուծումների համար եւ սկսել լայնածավալ դաշնային քննություն դեղագործական ընկերությունների գործունեության նկատմամբ։ Կոնգրեսում հանրապետականները կփորձեն առաջ տանել մի օրինակից, որը կարող է խզում առաջացնել տասնամյակների կուսակցական ավանդույթում։ Հիմնական հարցն այն է, թե արդյոք հանրապետական կուսակցությունը պատրաստ է իրականացնելու նախագահ Թրամփի առաջարկը բարձրացնել հարկերը հարուստների համար։ Օրինագծի հիմնական դրույթներն են. մշտական կդարձվի 2017 թվականի հարկերի կրճատման եւ աշխատատեղերի մասին օրենքը, որը ներկայումս նախատեսված է ժամանակավոր։ Մանկական հարկային վարկը, Child Tax Credit-ը, ներկայումս $2000 է, կբարձրանա մինչև $2500 մինչև 2028 թվականը, այնուհետև կվերադառնա $2000-ի։ Եթե օրենսդիրը չընդունի նոր երկարաձգում, վարկը 2025-ի վերջում կնվազի մինչև $1000։ Ստանդարտ հարկային չափը կբարձրանա, թեթևացնելով աշխատավոր ընտանիքների բեռը։ Կառաջարկվի $4000 լրացուցիչ հարկային նվազեցում տարեցների համար։ Ժամանակավոր հարկային արտոնություններ կտրամադրվեն թեյավճարների եւ հավելյալ աշխատանքային ժամերի համար մինչև 2028 թվականը։ Ծնողներին հնարավորություն կտրվի իրենց երեխաների համար բացել ներդրումային մագահաշիվներ, որտեղ պետությունը յուրաքանչյուր երեխայի համար կհատկացնի $1000 խրախուսական բոնուս խնայողության եւ ներդրումային աճի համար։ Միջազգային փոխանցումների հարկում օտարերկրացի աշխատողները, ովքեր Միացյալ Նահանգներից փող են ուղարկում արտասահմանում գտնվող իրենց ընտանիքներին, կվճարեն 5% նոր հարկ։ Միացյալ Նահանգների քաղաքացիների ուղարկած փոխանցումները այս հարկից ազատված կլինեն։ Պետական պարտքի շեմի բարձրացում $4 տրիլիոն։ Սա նախատեսված է ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար, քանի որ սպասվում է, որ ամռան ընթացքում Միացյալ Նահանգները կհասնի գործող պարտքի սահմանին։ Նախագահ Դոնալդ Թրամփի True Social հարթակում նախագիծն անվանել է հրաշալի ու զգուշացրել կոնգրեսի հանրապետականներին։ Մենք այլընտրանք չունենք, պետք է հաղթենք։ Դեմոկրատներն արդեն դեմ են արտահայտվել, պնդելով, որ օրինագիծը օգուտ է տալիս ամենահարուստ ամերիկացիներին հանրային ծառայությունների հաշվին։ Վաղը ներկայացուցիչների պալատի հարկերի եւ միջոցների հանձնաժողովը սկսելու է նախագիծը պաշտոնապես քննարկել։ Թրամփի վարչակազմը ընդունել է 59 սպիտակամորթ հարավաֆրիկացիներ որպես փախստականներ, հիմնավորելով, որ նրանք ենթարկվում են բռնության եւ խտրականության իրենց երկրում։ Նրանց դիմավորել են պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն եւ ներքին անվտանգության փոխնախարար Թրոյ Էդգարը։ Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ այս անձինք ընդունվել են ցեղասպանությունից փրկվելու համար։ Սակայն այդ պնդումներն ամբողջությամբ հերքվել են Հարավային Աֆրիկայի կառավարության կողմից, որը հայտարարել է, որ նման մեկնաբանությունները իրականությանը չեն համապատասխանում։ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնության են եկել էականորեն նվազեցնել միմյանց նկատմամբ կիրառված սակագները, վերակենդանացնելով աշխարհում երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտուրը։ Սակայն դադարը, որը տևելու է 90 օր, չի լուծում Վաշինգտոնի եւ Պեկինի միջև խորքային տարաձայնությունները։ Ըստ համաձայնության, Թրամփի սահմանած 145% սակագինը նվազեցվել է մինչև 30%, իսկ Չինաստանը իր 125%-ը նվազեցրել է մինչև 10%։ Ժնևում երկու կողմերի պաշտոնյաները հանդիպել են ու փակ դռների հետևում ժամեր տևած բանակցություններից հետո հանդես եկել համատեղ հայտարարությամբ։ Այս փուլում Միացյալ Նահանգների 30% սակագնի մեջ ներառված են 20%-անոց հարկը Չինաստանից ներմուծող ապրանքների վրա, որի նպատակն է ճնշում գործադրել Պեկինի վրա կանխելու ֆենթանիլի մուտքը Միացյալ Նահանգներ։ Մյուս 10%-ը համընդհանուր հիմք է դարձել կիրառվելով նաև աշխարհի այլ երկրների նկատմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունը համաձայնությունը անվանել է կարևոր առաջընթաց եւ նշել, որ այն բխում է երկու երկրների արտադրողների եւ սպառողների շահերից։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները զգուշացնում են, որ այս դադարը չի նշանակում խնդրի վերջնական լուծում։ Դրան զուգահեռ կողմերը պատրաստվում են նոր բանակցությունների, հույս ունենալով, որ 90-օրյա դադարը կվերածվի ավելի ամուր եւ երկարաժամկետ առևտրային համաձայնագրի։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ընդունել Քաթարի առաջարկած նոր ինքնաթիռը, փոխարինելու ներկայիս Air Force One-ը, որը օգտագործվում է արդեն մոտ 40 տարի։ Ես երբեք չեմ մերժի նման առաջարկ, հայտարարել է Թրամփը։ Ես հիմար կլինեմ, եթե հրաժարվեմ թանկարժեք, բայց անվճար ինքնաթիռից, սակայն քննադատները մտահոգված են։ Նման քայլը կարող է սպառնել ազգային անվտանգությանը եւ խաթարել Միացյալ Նահանգների պետականության խորհրդանիշը։ Թրամփը պնդում է, որ ինքնանձամբ չի օգտագործի այդ ինքնաթիռը պաշտոնավորման ավարտից հետո, եւ որ այն կտրամադրվի թանգարանին որպես ցուցադրության նմուշ, ինչպես Ռեյգանի օգտագործած Boeing 707-ը։ Սակայն այդ հայտարարությունն էլ չի հանդարտեցրել վեճերը։ Թրամփը նաև նշել է, որ Boeing-ը երկարաձգում է նոր ինքնաթիռի պատրաստման գործընթացը, եւ Քաթարի ինքնաթիռը, ըստ նրա, կարող է օգտագործվել մինչև այն պատրաստ լինի։ Ներկայիս Air Force One-ը հատուկ կառուցված է պաշտպանվելու միջուկային հարվածից եւ ունի բարձրակարգ կապի համակարգեր, հակաօդային հրթիռների դիմադրողականություն, վառելիքի օդային լիցքավորման հնարավորություն եւ անգամ վիրահատարան։ Քաթարի ինքնաթիռում այդ հնարավորությունների մեծ մասը չկա։ Սահմանադրությունը արգելում է պաշտոնյաներին ընդունել օտարերկրյա նվերներ առանց կոնգրեսի հաստատման։ Թրամփն էլ պնդում է ամեն ինչ կարվի օրենքին համապատասխան։ Սակայն ընդդիմադիր սենատորները հայտարարել են, որ սա հստակ շահերի բախում է, խաթարում է ազգային անվտանգությունը եւ խարխլում է հանրային վստահությունը։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նվազեցնել Նյույորքի օդանավակայանից մեկնող եւ ժամանող չվերթների թիվը, կապված ռադարների խափանումների եւ օդային երթևեկության վերահսկիչների պակասի հետ։ NBC Meet the Press հաղորդման ընթացքում Դաֆին նշել է, որ այս շաբաթ հանդիպելու է բոլոր խոշոր ավիափոխադրողների հետ, քննարկելու Նյու Ջերսիի խոշորագույն օդանավակայանում թռիչքների կրճատման հարցը։ Նա շեշտել է, որ կրճատումները հիմնականում վերաբերելու են կեսօրից հետո ժամերին, երբ միջազգային թռիչքները ավելի են ծանրաբեռնում երթևեկությունը։ Նյույորքում վերջին խափանումը ռադարների տեղի է ունեցել ուրբաթ օրը 3:55-ին, երբ Ֆիլադելֆիայի ռադարային համակարգը 90 վայրկյանով անջատվել է։ FAA-ը հայտնել է, որ նման խափանումները ստրես են առաջացնում վերահսկիչների մոտ, որոնք երբեմն հարկադրված են լինում ժամանակավոր դադար վերցնել։ Այդ մասնագիտությունն այնքան հատուկ է, որ փոխարինողներին պատրաստելը երկար գործընթաց է։ Միջին հաշվով ապրիլի կեսից սկսած Նյույորքում օրական չեղարկվել է 34 ժամանում, իսկ ուշացումների թիվը զգալիորեն աճել է։ Դաֆին նաև հայտարարել է, որ առաջարկում է բարձրացնել վերահսկիչների պարտադիր թոշակի անցման տարիքային շեմը 56-ից դարձնելով 61։ Նա նաև նշել է, որ ցանկանում է 20% միանվագ բոնուս տալ աշխատող վերահսկիչներին, խրախուսելով մնալ ծառայության մեջ։ Մակդոնալդսն այսօր հայտարարել է, որ ամռանը նախատեսում է աշխատանքի ընդունել մինչև 375,000 աշխատակից, իրականացնելով իր ամենախոշոր հավաքագրման արշավը վերջին տարիներին։ Համբուրգերների հսկան նշել է, որ նոր աշխատատեղերի անհրաժեշտությունը մասամբ պայմանավորված է Միացյալ Նահանգներում ընդլայնման ծրագրով։ Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 13500 ռեստորան Միացյալ Նահանգներում եւ նախատեսում է բացել 900 նոր ռեստորան մինչև 2027 թվականը։ Ընկերության վերջին խոշոր հավաքագրումը տեղի է ունեցել 2020-ին, երբ վերաբացվում էին համավարակով փակված ռեստորանները եւ անհրաժեշտություն էր առաջացել 260,000 աշխատակիցների ընդունման։ Փորձագետները ոլորտում անկում են արձանագրել։ 2025 թվականի առաջին եռամսյակում Միացյալ Նահանգներում Մակդոնալդսի համանման խանութների վաճառքը նվազել է 3.6%-ով, ինչը ընկերությունների համար ամենամեծ անկումն է կոവിഡ്ի օրերից ի վեր։ Սակայն ընկերությունն այս անկումը կապում է գնաճի պատճառով ցածր եւ միջին եկամուտ ունեցող սպառողների կողմից արագ սննդից հրաժարվելու հետ։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։